Չորս անկյունը այս անգամ բախել է Նազարյանների ընտանիքի դուռը։ Այս տանն էլ կգտնենք մի անկյուն եւ կփորձենք այն վերափոխել, վերանորոգել եւ որպես նվեր մատուցել Նազարյաններին։ Հայրը մասնագիտությամբ էլեկտրիկ է եւ կարելի ասել ընտանիքի բարեկեցությունը ֆինանսական առումով ամբողջովին ընկած է նրա ուսերին։ Մայրն իր մայրական պարտականություններն է կատարում իր ընտանիքի հանդեպ, ջանալով որ իրենց տանը միշտ իշխի սերն ու համերաշխությունը։ Այս տունը լի է նաեւ մանկանց ծիծաղով, նրանք 3 են, բայց նրանցից մեկը, ահա այս հրաշքը, Նազարյանների ընտանիք հայտնվել է նրանց բարեսրտության եւ մեծահոգության շնորհիվ։ Նա դեռևս շատ փոքր էր, երբ նրան որդեգրեցին, բայց այդ մասին այսօր էլ ոչ ոք չի հիշում, քանի որ այս հրաշքը հանդիսանում է նրանց 3-րդ հարազատ ու շատ սիրելի զավակը։ Դե ինչ, անցնենք մեր գործին։ Այս տանը 4 անկյունն իր գործն անելու է հյուրասենյակում։ Մի սենյակ, որտեղ հաճախ են հավաքվում ընտանիքի բոլոր անդամները։ Այստեղ են նաև հյուրընկալվում այս տան բարեկամներն ու հարազատները։ Հյուրասենյակը առհասարակ այն սենյակն է, որտեղ պետք է զգացվի ընտանիքի շունչն ու սերը։ Մյուս բոլոր առանձնասենյակներից այն տարբերվում է նրանով, որ այն նախատեսված է բոլորի համար։ Ինչպես տեսնում եք, այստեղ բավականին աշխատանք ունեն կատարելու։ Պատերը, հատակը, առաստաղը, վերանորոգելու ենք ամեն ինչ, նույնիսկ սենյակի այս սյունը, որը կարծես ավելորդ լինի, դեռևս, բայց դե մենք մի բան կմտածենք, որպեսզի այն դարձնենք սենյակին հարմար եւ ներդաշնակ։ Չորս անկյունը շարունակում է վերանորոգման աշխատանքները Նազարյանների սենյակում։ Տեսնենք, թե ինչպիսին է պատկերացնում իր նոր սենյակը տիկին Ռուզաննան։ Տիկին Ռուզաննա, ինչպիսին եք պատկերացնում ձեր նոր սենյակը։ Ճիշտ ասած, մեր սենյակը մի քիչ խնդիրներ ունի, առաստաղը ցածր է եւ կուզենայի այնպես լիներ, որ առաստաղը շատ չցածրանար։ Հետո տան մեջ ունենք սյուն, որը հիմքը հանդիսանում ու չեն կարող դա վերացնել։ Ես կուզենայի, որ դա ծածկվեր ինչ-որ բանով, իսկ մնացած սենյակում այնպիսի գույն երանգներ լիներ, որ հյուրասենյակի նման լիներ ու շատ հաճելի լիներ ժամանակը անցկացնել այստեղ։ Ու մնացածը ես վստահում եմ դիզայներին, ձեզ եւ հավատում եմ, որ շատ գեղեցիկ ու լավ կստացվի։ Լավ, շատ շնորհակալություն տիկին Ռուզաննա վստահության համար։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, տեսնենք, թե ինչպիսին է լինելու հետագա աշխատանքները։ Կանոնական աշխատանքներն արդեն սկսված են։ Դուրս ենք բերում ամեն ինչ՝ ծանր պահարաներ, բազմոց, բազկաթոռ, սեղանաթոռ, մի խոսքով ամեն ինչ, որպեսզի ոչինչ չխանգարի մեզ իրականացնելու համար մեր աշխատանքն այնպես, ինչպես հարկն է։ Չորս անկյունը շարունակում է վերանորոգման աշխատանքները Նազարյանների ընտանիքում։ Հրավիրել ենք դիզայներ Ժաննային, որպեսզի նա առաջարկի հետաքրքիր լուծումներ վերանորոգման համար։ Ժաննա, ինչպիսի լուծումներ կառաջարկես բնակարանի վերանորոգման համար։ Քանի որ բնակարանում ունենք խնդիր, այս սյունը եւ առաստաղի ցածրությունը, առաստաղը կլինի ֆրանսիական ձգվող առաստաղ, սյունը կփորձենք քողարկել գիպսաստվարաթղթով, ինձ թվում է հետաքրքիր լուծում վերջում դուրս կգա։ Իսկ լուսավորությունը, Ժաննա։ Լուսավորությունը, քանի որ բնակարանում մի փոքր մութ է, լուսավորությունը կփորձենք պատերին էլ հաղորդել, որպեսզի լուսավորությունը եւ պայծառ լինի։ Պատերից մեկը կօգտագործենք որպես դեկորատիվ աշխատանք անենք, մյուս պատերը կլինեն արդեն լատեքսային ներկով։ Լուսամուտները, քանի որ խնդիր չունենք, փոխված են արդեն, իսկ մակարիք չկա, մանրահատակ ուղղակի կհղկենք եւ կլաքապատենք։ Իսկ տան ամբողջական պատկերը 3D պատկերը ստանալուց հետո արդեն ամբողջական պատկերը բարձ կլինի։ Շնորհակալություն, Ժաննա։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, որպեսզի տեսնենք, թե ինչպես են ընթանում վերանորոգման աշխատանքները։ Վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են։ Ամեն ինչ պատրաստ է, որպեսզի վերանորոգումն արվի արագ եւ որակով։
Ինչ մեր վարպետները կատարում են նախապատրաստական աշխատանքները, մենք գտնվում ենք դիզայներ Ժաննայի աշխատասենյակում եւ տեսնենք, թե ինչպիսի լուծումներ են առաջարկել եռաչափ պատկերով։ Այստեղ, քանի որ մենք առաստաղը ցածր էր, փորձեցինք լուծումներ գտնել ֆրանսիական ձգվող առաստաղի միջոցով, քանի որ այստեղ խնդիր ունեինք սյունը փակեցինք ինչպես որ նշել էինք գիպսաստվարաթղթով։ Աշխատանքային գոտին տեղավորեցինք փոքր պատուհանին մոտ, որպեսզի լուսավորությունը ավելի պայծառ լինի եւ աշխատելուց լուսավոր լինի։ Այստեղ մենք խնդիր ունեինք սյունը, որը ինչպես սկզբում նշեցինք, գիպսաստվարաթղթով քողարկեցինք։ Կահույքը մի փոքր քչացրեցինք, քանի որ հյուրասենյակում ավելի հաճելի է ազատ լինի, իսկ թե ինչ փոփոխություններ կլինի, դա արդեն պարզ կլինի աշխատանքների ընթացքում։ Եղավ, շնորհակալություն Ժաննա։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, տեսնենք, թե ինչպիսին է լինելու վերջնական արդյունքը։ Այս պատի համար մենք նախատեսել ենք մեկ այլ լուծում։ Տեսնենք, թե ինչ է առաջարկում դիզայներ Ժաննան։ Ժաննա, ինչ լուծում կառաջարկես։ Դե քանի որ առաստաղը մեզ մոտ ցածր է, փորձեցինք ավելի վառ գույների մեջ տեսնել, քանի որ մուգը ավելի է փոքրացնում։ Այս պաստառն ենք ընտրել, որը դասական ոճի է, համահունչ է մանրահատակին, մանրահատակը մեզ մոտ նույնպես դասական ոճի է։ Քանի որ այս պատը ուզում ենք առանձնանալ սենյակի մյուս պատերից, փորձեցինք այս դեկորատիվ պաստառով քողարկել, ինձ թվում է գեղեցիկ կստացվի։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, տեսնենք, թե ինչպես ենք պաստառապատելու պատը։ Այս պատերից մեկը կծածկվի դասական ոճի մեջ ընտրված դեկորատիվ պաստառով, որը տրամադրել է մեզ մեր հովանավոր սարդ խանութների ցանցը։ Այս պաստառների առավելությունները շատ են։ Կատարում են ոչ միայն դեկորատիվ, այլև պաշտպանիչ, հակաբուրբուսային եւ հականեխիչ ֆունկցիա, օժտված են ջերմա եւ ձայնամեկուսիչ հատկություններով։ Տարիների ընթացքում չեն կորցնում գույնը, արևից չեն խամրում, քանի որ ներկված են լուսակայուն ներկերով։ Պահպանման ժամկետն էլ 25 տարի է։ Ի դեպ, էկոլոգիապես մաքուր են, շովերն անտեսանելի, հնարավորություն են տալիս ստանալ ցանկացած դիզայներական լուծում։ Իսկ պաստառները պատին կփակցվեն վինիլային սոսնձով, որը կարիք չկա քսել պաստառներին։ Սկզբում պետք է հարթեցնել պատը, նախաներկել այն, ապա քսել սոսինձը միայն պատին եւ փակցնել պաստառը։ Սոսինձը չի ծորում, պաստառը փակցնելուց հետո չի առաջացնում անհարթություններ։ Դա հեշտացնում է սոսնձման աշխատանքը եւ հետագայում պաստառը փոխելու դեպքում խնդիրներ չի առաջացնում։ Սենյակում վերանորոգմանը զուգահեռ փոխում ենք նաև վարդակները։ Էլ ինչ վերանորոգում առանց նոր վարդակների, այսուհետև այս պատերին կլինեն մաքուր, անվտանգ եւ որակյալ վարդակներ, որոնք երկար կկատարեն իրենց գործը։ Սենյակի 4 անկյուններում մենք տեղադրել ենք նոր վարդակներ, որպեսզի մեր տանտերերի համար ավելի հեշտ լինի տեխնիկայից օգտվելը։ Մեր վարպետներն արդեն հղկել են պատը եւ այն ենթակա է ներկման։ Ժաննա, ինչ գույն կառաջարկես մեր պատի համար։ Դե քանի որ մեր պաստառի մեջ կա բաց լիմոնագույնը, փորձենք այս պատը նույնպես բաց լիմոնագույնի մեջ ներկել, տեսնենք ինչ կստացվի։ Դե իսկ մնացած պատերը կներկվեն ակրիլային հիմքով փայլատ, այսինքն մատովի եւ էկոլոգիապես մաքուր ներկով, որը հենց նախատեսված է ներքին աշխատանքների համար։ Մեր հովանավոր սարդ ընկերության կողմից տրամադրված ներկերը, որը մենք օգտագործենք վերանորոգման համար, ունեն նաեւ բարձր ծածկողություն, էկոլոգիապես մաքուր են։ We should
Ինչպես արդեն գիտենք, սենյակում կա սյուն, որից մենք ոչ մի կերպ չկարողացանք ազատվել, եւ Ժաննային կխնդրենք, որպեսզի նա ասի, թե ինչպես կարող ենք դա քողարկել։ Ժաննա, ինչ ես առաջարկում, ինչպես քողարկենք այս սյունը։ Դե այս սյունը, քանի որ տանը հանդիսանում է հիմնական սյուն, այն ոչ մի կերպ չեն կարող կտրել։ Կփորձենք քողարկել գիպսաստվարաթղթով, հնարավորինս սեղմ չափսերով, որպեսզի շատ տարածք չսպառեցնի։ Տեսնենք ինչ կստացվի մեզ մոտ։ Պատերից հետո հերթը հասավ այս սյանը։ Չես հասկանում, թե ինչու է այն առհասարակ հայտնվել սենյակի կենտրոնում, բայց եթե հայտնվել է, ուրեմն պետք է։ Իսկ մենք այն կդարձնենք իսկական սյուն, որը նաև կարող է լրացնել սենյակի ինտերիերը, դառնալով ինչ-որ տեղ դեկորատիվ սյուն։ Կարծես թե մետաղյա այս սյունը մենք կծածկենք նախ գիպսաստվարաթղթով, որից հետո, ինչպես եւ պատը, կներկենք ներկով ճիշտ պատերի գույնին համաձայն։ Սյունն իսկապես կվերածվի իսկական հիմնասյունի, որի գոյությունից տան բնակիչները արդեն ոչ թե կնեղվեն, այլ նաև կգոհանան։ Ինչպես հիշում եք, սենյակում կար մի սյուն, որը մենք չգիտենք, թե ինչպես քողարկենք։ Մենք այն քողարկեցինք գիպսաստվարաթղթով եւ այն հնարավորինս անտեսանելի դարձրեցինք, հարմարացնելով պատերի գույների հետ։ Մեր աշխատանքները շարունակվում են։ Այստեղ փոխում ենք նաև սենյակի շրիշակները, որոնք ոչ միայն հարմար են սենյակին իրենց գույնով եւ ձևով, այլև մի շատ կարևոր նպատակ ունեն՝ քողարկել սենյակում անցկացված բոլոր լարերը։ Կլինեն դրանք հեռախոսալարեր, ինտերնետ անցկացման լարեր, գուցե եւ երկարացման, միևնույն է։ Այդ բոլորի համար մեր շրիշակների տակ տեղ կգտնվի հաստատ։ Գրեթե առաստաղին ամրացվող այս քիվերը իրենց գույնով եւ չափով շատ հարմար են սենյակի պատուհաններին եւ դիզայնին։ Ամրացնելով դրանք անմիջապես առաստաղի տակ, հետագայում քիվերը կդառնան աննկատ, քողարկվելով վարակույրի տակ։ Իդեպ, մեր սենյակում ամբողջովին փոխվել են հոսանքալարերը, քանի որ հին հոսանքալարերը արդեն ապրել էին իրենց ժամանակը եւ որպիսի հետագայում վերանորոգումից հետո խնդիրներ չառաջացնեն մեր բնակիչներին, դրանք անպայման պետք է փոխարինվեին նորով։ Նոր հոսանքալարերի հետ կարծում եմ նաեւ կհամաձայնվեք, որ ապահով է, չէ՞ որ այս սենյակում փոքրիկներ են ապրում։ Սենյակի լուսավորության համար առաստաղից կախվող ավանդական ջահերին այս անգամ չենք դիմի։ Մենք ընտրել ենք պատին ամրացվող կախովի այս փոքրիկ ջահերը։ Լույսերը կամրացնենք սենյակի ձախ եւ աջ կողմերից։ Այս փոքրիկ կախովի ջահերը ընտրվել են ինչպես դեկորատիվ պաստառի գույնին, այնպես էլ ներկված պատերի գույնին համապատասխան։ Տեղադրելով դրանք աջ եւ ձախ պատերին, մենք սենյակը կապահովենք վառ լուսավորությամբ, որը նաեւ կբաշխվի հավասար սենյակի բոլոր անկյուններում։ Ինչպես տեսնում եք, վերանորոգման հիմնական աշխատանքները արդեն կատարված են։ Հերթը հասավ լուսավորությանը։ Քանի որ մեր առաստաղը այստեղ ցածր էր, մենք որոշեցինք տեղադրել աջ եւ ձախ պատերին գեղեցիկ նորաոճ լամպեր, որոնք եւ գեղեցիկ տեսք հաղորդեցին սենյակին եւ այն ճիշտ լուսավորեցին։ Նորաձևության առաջնորդ ֆրանսիական արտադրության ֆրանսիական ձգվող առաստաղները, բացի իրենց փայլուն, շքեղ, ձևավոր եւ գույների բազմազանության, երկարակյաց են, ջրակայուն, հրակայուն, հիգիենիկ եւ առանձնահատուկ խնամքի կարիք չունեն։ Յուրահատուկ մատերիան փոշի չի հավաքում, խոնավություն չի կլանում եւ հրակայունության բարձր ցուցանիշ ունի։ Սենյակի պատուհանները նախորոք արդեն փոխված էին, այդ իսկ պատճառով մենք դրանց ձեռք չտվեցինք։ Պարզապես մեր վարպետները հղկեցին պատուհանների անկյունները։ Մանրահատակը մենք չենք փոխել, պարզապես մեր վարպետները այն հղկել են եւ լաքապատել։
Սենյակում տեղադրվել է նաև նոր, գեղեցիկ եւ թեթև դուռ։ Մենք այժմ տեղադրում ենք նաև դռան փականները, որից հետո դուռը պատրաստ է։ Մեր սենյակն արդեն վերանորոգված է։ Մաքուր պաստառապատ եւ ներկված հարթ պատեր, լաքապատ նորացված հատակ, կարծես նոր վերանորոգված սյուն։ Անհրաժեշտ եւ սենյակին հարմար շրիշակներ, փոխված վարդակներ, պատերին ամրացված փոքրիկ հարմարավետ եւ բարձր լուսավորություն ապահովող ջահեր։ Ինքներդ էլ տեսնում եք, սենյակն արդեն պատրաստ է եւ մենք անցնում ենք աշխատանքի հաջորդ փուլին։ Ահա եկավ մեր հաղորդման ամենահետաքրքիր հատվածներից մեկը, երբ պետք է ընտրենք սենյակի համար վարագույր։ Այդ հարցում մեզ կօգնի Նանե արտ-վարագույրների սրահի դիզայներ Սվետան։ Ողջույն Սվետա։ Սվետա, ինչ ես կարծում, ինչ վարագույր պետք է ընտրենք, որպեսզի համապատասխանի սենյակի ընդհանուր ինտերիերին։ Ինչպես հասկացանք, սենյակը հյուրասենյակ է եւ այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ չէ դեկորատիվ կտոր, այսինքն թափանցելու խնդիր չկա։ Եվ տեսնում ենք, որ ունենք երկու հավասարաչափ պատուհան, որոնց առանձնացնում է պատը։ Կփորձենք այս պատը որոշ չափով նաեւ օգտագործել, այսինքն դեկոր այստեղ կամրացնենք եւ վարագույրները կշարունակեն եւ կվերջանան պատի վրա։ Կփորձենք գեղեցիկ դեկորատիվ լուծում ստանալ։ Շնորհակալություն Սվետա, իսկ դուք մնացեք մեզ հետ, տեսնենք թե ինչպիսի վարագույր ենք ընտրելու այս սենյակի համար։ Սենյակում վարագույրները ընտրված են պայմանավորելով դրանց գույնը սենյակի պատերի գույնի եւ դիզայնի հետ։ Վարագույրները բավականին թեթև են ոչ միայն իրենց գույնով, այլև այն կտորների շնորհիվ, որոնցից այն կարվել է։ Վարագույրները ընտրված են նաև այնպես, որպեսզի ապահովեն սենյակի վառ լուսավորությունը ցերեկային ժամերին եւ առհասարակ լավ տրամադրություն հաղորդեն մեր սենյակի բնակիչներին։ Դեկորատիվ պաստառով պատված պատերին հատուկ հարմարեցրել ենք վարագույրի այս դեկորատիվ հատվածը, որը նաև կարծես միացնում է երկու պատուհանների վարագույրները, հանգուցելով դրանք գեղեցիկ բանտ հիշեցնող հանգույցով։ Ինչպես տեսնում եք, վարագույրներն արդեն կախված են։ Սվետլանա, ինչպիսի լուծումներ ես տվել վարագույրներին եւ ինչպիսի դեկորատիվ էլեմենտներ ես օգտագործել։ Ինչպես նախորդ պլանավորել ենք, օգտագործեցինք 3 տարբեր տոների շղարշներ։ Մեկ շղարշը աշխատանքով է, 2 միկրովոալ կոչվող շղարշ են, երկուսը, եւ դեկորատիվ էլեմենտի շնորհիվ, դեկորի օգնությամբ ընդհանուր ինչ-որ կոմպոզիցիա է հավաքվել պատի վրա։ Երկար վարագույրների շնորհիվ փորձեցինք բարձրացնել առաստաղը, քանի որ այն բավականին ցածր էր։ Շնորհակալություն Սվետա, իսկ դուք մնացեք մեզ հետ, որպեսզի ականատես լինեք հետագա աշխատանքներին։ Սենյակը ամբողջական դարձնելու համար ներս ենք բերում կահույքը։ Մենք արդեն ունենք նոր համակարգչային սեղան։ Սեղանին հարմար ընտրվել է նաև անիվների վրա հեշտ տեղափոխվող աթոռը։ Մենք ունենք նոր նաև հեռուստացույցի համար նախատեսված ոչ մեծ չափսերի ժամանակակից դիզայնով կառուցված տակդիր։ Այն ոչ միայն իր վրա կտեղակայի հեռուստացույցը, այլև նրան հարմարեցված այլ սարքավորումներ։ Տակդիրի դարակները հենց այդ նպատակով էլ հարմարեցված են նրան։ Սենյակում ոչ միայն դիզայնի, այլև որպես հենց դարակներ պատերին հարմարեցրել ենք փոքրիկ կախովի այս դարակները։ Դրանք կարող են ծառայել որպես դարակներ եւ գրքերի ամսագրերի եւ հուշանվերների համար։ Մեր հյուրասենյակը այլ ավելի գեղեցիկ ու գրավիչ կդարձնեն նաև ահա այս բույսերը, որոնք պարզապես սենյակային բույսեր չեն, նրանք նաև խորհուրդ ունեն։ Այս հրաշք բույսը կոչվում է ժանյակուլկա եւ բացի այն, որ շոյում է աչքն ու գեղեցիկ է, ժանյակուլկան ժողովուրդը դոլարի ծառ է անվանում, քանի որ այն կարգավորում է ֆինանսական հարցերը։ Իսկ ահա ցիկլամեն այս տան մթնոլորտին կտա փոխըմբռնման եւ հանգստության զգացողություն, նպաստելով մեր բնակիչների խաղաղությանն ու սիրո ամրապնդմանը այս տանը։
Փափուկ կահույքը մենք ամբողջությամբ չենք փոխել, ծածկել ենք այն ծածկոցով եւ ավելացրել ենք դեկորատիվ բարձեր, որի համար շնորհակալություն ենք հայտնում Բարի Սամարացի ընկերությանը։ Ահա եւ վերջ, 4 անկյունը կատարեց իր առաքելությունը։ Մենք վերանորոգեցինք Նազարյանների հյուրասենյակը եւ կահավորեցինք այն։ Ժաննա, կարողացանք իրականություն դարձնել վիրտուալ պատկերը։ Այո, կարողացանք ստեղծել այն պատկերը, որը որ նախապես պլանավորել էինք, պատերի գույնը այն է, ինչ մտածել էինք, կահավորանքը համեմատաբար քիչ է կահավորված, քանի որ հյուրասենյակում ավելի ազատ կահավորանքը գեղեցիկ է նայվում, եւ ընտրություն ենք թողել տանտերերի համար, եթե ցանկանան կահավորել իրենց ճաշակով, թողել ենք իրենց ընտրությանը։ Լույսերի գույնը համապատասխանեցրել ենք դեկորատիվ պաստառի գույներին, վարագույրները նույնպես հարմարեցված են տան ընդհանուր գույների հետ եւ կարծում եմ գեղեցիկ է ստացվել, կսպասենք տանտերերի գնահատականներին։ Շնորհակալություն Ժաննա քո կատարած ողջ աշխատանքի համար։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, որպեսզի ականատես լինեք տանտերերի այցին։ Հաղորդմանն աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր Սարդ խանութների ցանցին։ Սարդ խանութների ցանց՝ միայն որակյալ շինանյութ։ Շնորհակալություն Հայր եւ որդի Գևորգյաններ ընկերությանը։ Լամինատ կահույք աքսեսուարներ։ Հաղորդմանն աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում Բիգա հայ-հոլանդական համատեղ ձեռնարկությանը իր կանաչ դրախտ խանութ սրահով։ Բիգա՝ միայն բարձրորակ արտադրանք։ Սիրելի հեռուստադիտողներ, ահա եկավ այն շատ սպասված պահը, եւ պետք է ներս հրավիրենք տանտերերին։ Տեսնենք, թե ինչ կարծիք ունեն նրանք մեր կատարած աշխատանքի մասին եւ տեսնենք, թե արդյոք կհավանեն իրենց նոր հյուրասենյակը։ Տիկին Ռուզաննա, ինչ կարծիք ունեք ձեր նոր հյուրասենյակի մասին, հավանում եք այն։ Շատ։ Իսկ դու Էդգար։ Շատ շնորհակալ ենք 4 անկյուն հաղորդաշարին։ Իրոք մեր սպասվածից ավելին էր, թե պաստառի, թե համադրությունը, պատերի շատ գեղեցիկ է։ Իսկ դու Էդգար։ Շնորհակալություն շատ։ Ահա։ Իրոք անակնկալ էր սա։ Շատ գեղեցիկ է, շատ գեղեցիկ հյուրասենյակ է, այստեղ շատ հաճելի ժամանակ կարող ենք անցկացնել եւ հյուրերի հետ եւ մենք ընտանիքով, անչափ շնորհակալ ենք։ Էդգար, ինչն ես ամենաշատը հավանել հյուրասենյակում։ Համակարգչային սեղանը, վարագույրը, հեռուստացույցը, ամեն ինչ լավ է։ Ինձ թվում է սրանից ավելին էլ պետք էլ չի։ Դուք այնքան ճաշակով ու ամեն ինչ համադրված եք արել, թե գույները, թե վարագույրները, որ ինձ թվում է մեր արդեն միջամտությունը պետք չի ստեղ։ Շատ շնորհակալ ենք։ Շատ շնորհակալ ենք ձեզ Տիկին Ռուզաննա, որ վստահեցիք մեզ։ Մենք արեցինք այսքանը, սակայն դուք կարող եք ընթացքում արդեն փոխել եւ անել այն ինչ ինքներդ կցանկանաք եւ ինչ ձեզ համար հարմար կլինի։ Կարծում եմ, որ մեր առաքելությունը կարող ենք համարել ավարտված։ Իսկ դուք սիրելի հեռուստադիտողներ, յուրաքանչյուրդ կարող եք դառնալ մեր ծրագրի հերոսը, ուղարկելով ձեր սենյակի լուսանկարը մեր էլեկտրոնային հասցեին 4անկյուն@gmail.com։ Առայժմ